գերակշռող մասը բնության վնասող հենց էներգետիկ ոլորտն է եւ բնականաբար այստեղ արդեն խոսքը գնում է իսկապես ռազմավարական փոփոխությունների մասին միայն էներգետիկայի, այսինքն միայն վերականգնվող էներգետիկայի անցումով բնականաբար այս հարցը ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, սակայն դա կարանք համարենք ամենակարևոր առաջնային քայլերից մեկը։ Մի շարք քայլեր կան, որոնք եւս պետք է ձեռնարկվեն էներգախնայողություն, օրինակի համար։ Տեսեք, եթե մենք արևի հետ համատենք էլեկտրական մեքենաները, բնականաբար այս փուլում շատ սխալ կլինի, թեպետ ապագայում վստահ եմ, որ նման լուծումներ ել ավելի շատ են լինելու, հիմա այսպես ինչ-որ փորձնական տարբերակներ, կոնցեպտներ, այսպես բարբերաբար հայտնվում են, բայց դա մասսայական բնույթ չի կրում։ Խոսքը գնում է մաքուր էլեկտրականությամբ աշխատող մեքենաների մասին, որոնք իհարկե հնարավոր է համադրել արևային կայաններով տեղադրված լիցքավորման կետերի հետ, ինչը արդեն անուղղակիորեն կդառնա, որ մեքենան արևային էներգիայի շնորհիվ դառնում է ամբողջությամբ անվճար եւ բնապահպանական տեսանկյունից։